Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի ավագ խորհրդական Ariel Lightstone-ին։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, TRIP նախագծի իրականացումը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Lightstone-ը փոխանցել է Միացյալ Նահանգների ղեկավարության շնորհավորանքները Նիկոլ Փաշինյանի վերանշանակման կապակցությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկնապատկել է TRIP Plus ձեռնարկատիրական հիմնադրամի ֆինանսավորումը, այն $201 միլիոն հասցնելով 402 միլիոնի։ Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի հարավով անցնող TRIP տրանսպորտային երթուղու զարգացմանը, որը կապելու է Հարավային Կովկասը Տրանսկասպիան միջանցքին։ Ֆինանսավորումը նախատեսված է մինչև 2036 թվականը եւ ուղղված է տարածաշրջանում տնտեսական եւ ենթակառուցվածքային գործակցության ընդլայնմանը։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում։ Սա ամիսներ առաջ։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից վերցնելու հարցով անհրաժեշտության դեպքում կառավարությունը կգնա նաեւ միջազգային արբիտրաժ։ Նույնն է թե դատարանի դուռը։ Դա մեր սեփականությունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Դեռևս բավարար չափ կսպասենք, բայց ոչ անverջ ուզում ենք հարցը Մոսկվայի հետ բարեկամական տարբերակով լուծել, ընդգծում է Փաշինյանը։ Այս կթանկանա։ Հայաստանում էլ բաներ կա, որ անվճարը կարող է պարզվի, որ թանգանում է։ Կարող է բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան $2 միլիարդ ուզել։ Ասել կամ տարեկան $2 միլիարդ վարձավճար ունեցեք, կամ էլ Ռուսական երկաթուղիներում մակնարկն իրենց ուղղությամբ են ընդունում, ընկերության գլխավոր տնօրենն է հայտարարել։ Զարմանքով ու տարակուսանքով են տեղեկանում երկաթուղիների վարձակալության համար հնարավոր վճար սահմանելու պաշտոնական Երևանի մտադրությունների մասին։ Ռուսական երկաթուղիներն իրավունք ունի ակնկալելու, որ Հայաստանի երկաթուղային համակարգում կատարած ներդրումները կվերադարձվեն, եթե Երևանը դադարեցնի կոնցեսիոն պայմանագրի գործողությունը կամ փոփոխի դրա պայմանները։ Եթե հայ-ռուսական քաղաքական բանակցություններն արդյունք չտան, ըստ էության Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման ղեկը Մոսկվայի ձեռքից առնելու միակ ճանապարհը իսկապես իրավականն է մնալու, հենց միջազգային արբիտրաժի միջոցով։ Այստեղ, սակայն, ըստ մասնագետների, Հայաստանը դեռ պետք է հստակեցնի այդ խնդիրը, որով ընդդեմ ռուսական կողմի թակում է միջազգային ատյանի դուռը։ Հիմա հարցը այստեղ հետևյալն է, թե ինչ հարցով է դիմելու Հայաստանը միջազգային արբիտրաժին, ինչ վեճ է առաջ քաշելու, այսինքն ներկայացնելու է բավարար փաստեր, ապացույցներ, որ առկա են պայմանագրի էական խախտումներ Հարավկովկասյան երկաթուղու կողմից եւ այնուհետեւ սկսվեն հաշվարկներ, միանշանակ չի, որ արբիտրաժը կբավարարի Հայաստանի հարցը, դեռ արբիտրաժը պետք է որոշի Արդյոք Հայաստանը ստեղծված պայմաններում իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնելու պայմանագիրը կամ մասնակի կամ ամբողջությամբ։ Հայկական երկաթգծերը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը հանձնվել են 2008-ին, 30 տարով, եւ այս պայմանագիրը եւս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Ամեն դեպքում այս 30 տարիների համար արդեն Հարավկովկասյան երկաթուղին վճարել է 1.7 միլիարդ դրամ մուտքի միանվագ վճար եւ պարտավորվել է վճարել տարեկան վերնափոխադրումներից ու այլ ոչ ուղևորային գործունեությունից ստացված համախառն հասույթի 2%-ը եւ այստեղ արդեն պետք է համապատասխան հաշվարկներ լինի իրավական աուդիտ, փաստաթղթային աուդիտ լինի, նոր որոշվի, թե որ կողմին ինչքան գումար պետք է հատուցի, համենայն դեպս Հայաստանի համար ցանկացած ելքի դեպքում փոխհատուցման խնդիր առաջանալու են։ Ռուսական կառավարման հայկական երկաթուղու շուրջ քննարկումներն ըստ մասնագետների վաղուց արդեն զուտ պայմանագրային կամ տեխնիկական հարցերի շրջանակից դուրս են։ Փորձագետ վերլուծաբանների գնահատմամբ դրանք այժմ արտացոլում են առավել լայն գործընթացներ, որոնք առնչվում են մինչև իսկ արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային հավասարակշռության խնդիրներին։ Նրանց խոսքով Հարավկովկասյան երկաթուղու կառավարման հետ կապված իրավիճակը վկայում է, որ ռազմավարական ենթակառուցվածքների տնօրինում այլևս միայն տնտեսական նշանակություն չունի, Այն դարձել է երբեմնի եղբայրական մտերմություն ունեցող պետությունների հարաբերությունների նոր մակարդակը, փոխադարձ վստահություն եւ հետագա քաղաքական կուրսը չափելու ցուցիչ։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱԿ գործող նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Բայրամովի խոսքով կարգավորման գործընթացի տարերից մեկը թրիփ նախագիծն է, որն ընդգրկվել է փաստաթղթում Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է խաղաղության գործընթացը, անվտանգության ու ականազերծման վերաբերյալ հարցեր։ Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի միջև որևէ դիմադրություն չկա, հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նրա խոսքով սխալ է պնդել, թե նման իրավիճակը շարունակվում է 2021 թվականից, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը չի առնչվել ՀԱՊԿ-ի մանդատին։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2024-ին հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման մասին։ Մինչև նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում առանցքային հարցեր, ուր են 300,000 ադրբեջանցիները եւ ավելին իշխանական ֆրակցիայից նույնիսկ ընդդիմադիրներին խոստացան մենք ձեր քթից ենք բերելու 300,000 ադրբեջանցիներին հատ-հատ։ Ադրբեջանի ցավալապաշտական ախորժակ նորորի ավելի էր ահագնանում։ Այդ երկիրը արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը հռչակել էր ազգային առաջնահերթություն։ Պնդում են, թե 1980-ից 90-ականներին Հայաստանից իբր 300,000 ադրբեջանցի է վտարվել եւ պահանջում են պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար։ Երբ Ալիևի ուղեղը սկսեց գեներացնել այս մտահաղացումը, մասնագետներն ասում են, երբ 2022-ի հոկտեմբերի 6-ին հայկական կողմը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, 2 ամիս անց դեկտեմբերին Ալիևը արևմտյան Ադրբեջանի համայնք կոչված կազմակերպության հետ հանդիպմանը հայտարարեց վերադարձի մասին։ Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը, բայց մենք չպետք է ժամանակ վատնենք, պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ։ Եվ որքան էլ հիմա պնդումներն են ասպարեզում, թե ադրբեջանցիները վերադարձի թեման առաջ են բերում ի պատասխան արցախահայության վերադարձի իրավունքի մասին հայտարարությունների, փաստացի պաշտոնական Բաքուն այս խոսույթը սկսել է ակտիվորեն շրջանառել դեռևս 2022-ից։ 2024-ի դեկտեմբերի 18-ին ռուսական Ռոսիա պետական հեռուստաընկերությանը եւ ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում նա այս թեման ավելի զարգացրեց, իրենց պատմական հողերն անվանելով հայկական ինքնիշխան տարածքները։ 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնքը, որի կազմում մոտ 300,000 մարդ կա, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, խնդրելով իրենց համար եւս ստեղծել վերադարձի եւ արդեն Հայաստանում վերաինտեգրման պայմաններ։ Այն, որ նրանք 90-ականների սկզբին արտաքսվել են այնտեղից, չի նշանակում, թե կորցրել են վերադառնալու իրավունքը։ Մենք մինչեւ օրս Հայաստանի ղեկավարությունից պատասխան չենք ստացել, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանցիների վերաինտեգրումը իրենց պատմական հողերում։ Եվ հիմա էլ Ալիևի աշխատակազմից ուղիղ ֆինանսավորվող այս քարոզչությունը ամեն օր նոր թափ է առնում։ 2026 թվականի հունիսի 22-ին Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը վերադարձ պատմական արմատներին խորագրով մի հավաք էին կազմակերպել Ադրբեջանի Գյոգյոլի շրջանում, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացնում են որպես Արևմտյան Ադրբեջան, պլանավորում, որ վերադառնալու են եւ հաջորդ հավաքը Հայաստանի տարածքում են անցկացնելու։ Հունիսի 18-ից 19-ին էլ վերադարձ Արևմտյան Ադրբեջան էին անվանել Նախիջևանի Օրդուբադ քաղաքում կազմակերպված ցուցահանդեսը։ Այստեղ ադրբեջանցիները ոչ միայն իրենց վերադարձի ցանկությունից խոսեցին, այլև պահանջներ, նույնիսկ սպառնալիքներ հնչեցրին Երևանի հասցեին։ Ղարաբաղից հետո հաջորդ նպատակը Զանգեզուրն է։ Ազգային ժողովի փոխնախագահը ուղիղ ձևակերպում է այս նպատակադրումը։ Խոսքը պարզապես մեր հողերը վերադառնալու, այնտեղ ապրելու, նախկինների հայրենի բնակավայրերը վերադառնալու եւ մեր կյանքը շարունակելու մասին է։ Մի այսպիսի միջոցառում էլ հունիսի 24-ին են տարել Վաշինգտոն, Միացյալ Նահանգների կոնգրես ու վերագրել վերադարձի իրավունք եւ ինքնորոշում, կրկնակի չափանիշներ եւ ընտրողական մոտեցումներ։ Այսինքն, հայկական այս ծրագիրը խաղաղություն խաղացող Բաքուն առաջ է մղում պետական մակարդակով, չլսել, չտեսնել եւ իգնոր անել այս նարատիվը, թե միջոցներ ձեռնարկել դրա դեմն առնելու համար, հատկապես երբ այն օրորի ավելի ինստիտուցիոնալ է դարձնում։
Ցավոք սրտի Ադրբեջանում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեման իր նաև վերադարձի բաղադրիչով ոչ միայն փակված չէ, այլ ընդհակառակը այլ ամեն օր ընդունում է ել ավելի մեծ, ավելի հիմնավոր եւ ավելի ինստիտուցիոնալ բնույթ։ Եվ սա դրսևորում ունի եւ Ադրբեջանի ներսում, եւ Ադրբեջանի տարածքից դուրս։ Պատահական չէ, որ ցավոք սրտի վերջին տարիներին այս արհեստական Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչների հետ արդեն հանդիպում են օրինակ Եվրամիության ներկայացուցիչները, իսկ այս արևմտյան ադրբեջանցիների խնդիրներով սկսում են զբաղվել ՄԱԿ-ի որոշ մարմիններ։ Պաշտոնական Բաքուն ահռելի ռեսուրսներ է ուղղում այս զավթողական օրակարգի կենսագործմանը, ըստ էության հոդս ցնդեցնելով հայկական կողմի նարատիվը, թե ֆեյք մտածածին Հորինովի թեմա է նման բան չի եղել, չի էլ լինելու։ Ալիևը ամբողջ ռեժիմով է լծվել այս գործին, այնպես որ գլուխը պատին տալով հարցը չես լուծի։ Պղծություն Երուսաղեմում հայկական եկեղեցու նկատմամբ 6 հրեա երիտասարդներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբանց վանքի մուտքի վրա երիտասարդները փորձել են ներխուժել եկեղեցի, երբ դա նրանց չի հաջողվել, սկսել են թքել եկեղեցու դռան ուղղությամբ։ Հայոց պատրիարքությունը պաշտոնական բողոք է ներկայացրել, կասկածյալները ձերբակալվել են։ Հայկական դրախտը ադրբեջանցիների համար դժոխք է դարձել։ Բռնազավթված Արցախի այսպես կոչված վերաբնակեցման ծրագիրը ձախողում է Ալիևը։ Դեռ նախորդ տարվանից Բաքվի բռնապետը դադարել է նոր թվեր հրապարակել օկուպացված երկրում տնավորված ադրբեջանցիների վերաբերյալ։ Այն նույն Ալիևը, ով խոստացել էր 6 տարվա ընթացքում 140,000 մարդու բերել տեղավորել այստեղ, բայց 14,000-ից հետո շունչը փչեց, սկսեց ոչ թե այսպես ասենք վերաբնակեցվածների, այլ ընդհանուր ապրողների թվերը հայտնել, բայց սա էլ չփրկեց նրան։ Ոչ պաշտոնական թվերով հիմա Արցախում 10,000-ից քիչ ադրբեջանցի է ապրում։ Նա ասեմ, որ այդ կապված նյութեր հրապարակվում են, որ այդ քաղաքականությունը, ծրագրերը, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշակել է, իրականում չի իրագործվում, բարբերաբար նույնիսկ նյութեր են հրապարակվում, որտեղ օրինակ ադրբեջանական պատկաներատեսչությունները գրում են, որ եթե քաղաքացիները, որոնց բնակարան է տրվել դուրս կան այդ տեղերից, ապա երբեք չեն կարող վերադառնալ, ինչը նշանակում է, որ նման խնդիրներ բախվում են։ Այդ մարդկանց հետ կապված ելույթը, խոսակցությունը քննարկումը Ադրբեջանի նախագահը օգտագործում է կրկին հայտարարության նպատակով։ Հիմա էլ Ալիևը նոր անակնկալ ունի Արցախում հարկադրաբար բնակեցվող ադրբեջանցիների համար։ Խաղի կանոնները խմբագրում է, եթե որևէ մեկը հրաժարվի օկուպացված երկրում տուն ստանալու առաջարկից, կզրկվի պետական նպաստներից, ինչպես նաև հենց տեղահանվածի կարգավիճակից։ Երկընտրանքի առաջ է կանգնեցնում կամ փողի դիմաց ապրել Ղարաբաղում, կամ անփող հեռանալ այստեղից։ Սրանք են նոր շենքերը, որ իբր սարքել եւ տվել են մեզ փախստականներից։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով մեծահասակ տղամարդում սպառնացել է Ալիևյան կլանը, բողոքից չհրաժարվեր, պատիժը չեր ուշանա։ Ես պարզապես բարկացած էի։ Շնորհակալ եմ մեր նախագահին, շնորհակալ եմ մեր պետությանը։ Ինչ որ բանից դժգոհ է Ալիևը, նկատում են մասնագետները, խելքին հավանաբար եկել է ադրբեջանական ընդդիմադիր մամուլներ վերջերս ձևակերպել, ցուցանակն ու սյունը քիչ են։ Պատերազմից 6 տարի անց էլ Ղարաբաղն այդպես էլ ադրբեջանական չի դառնում։ Կառավարությունը 1141 հայտ է ստացել աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից, որոնց վարչապետը հրավիրել էր գիտելիքները ծառայեցնել Հայաստանի պետական կառավարման համակարգին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դիմումների ուսումնասիրության եւ նախնական ընտրության արդյունքում 459 տեխնացու կամ դիմորդների շուրջ 40%-ը անցել է երկրորդ փուլ։ Հարցազրույցների եւ մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի կառավարության կադրային բանկ, իսկ մի շարք դիմումատուների դեպքում վարչապետը բարձր պաշտոններում նշանակելու որոշում արդեն կայացրել է։ Բուհերի ընդունելության քննությունների վերջնական արդյունքներով այս տարի ուսանողական լսարանները կհամալրեն 10,958 առաջին կուրսեցիներ։ Հիմնական փուլում դիմորդների 97%-ը նախընտրել է պետական, իսկ ընդամենը 3%-ը ոչ պետական բուհեր։ Կրթության փորձագետների գնահատմամբ այս տարբերությունը պայմանավորված է պետական բուհերի համեմատաբար բարձր վարկանիշով եւ ավելի լայն հնարավորություններով։ Հայաստանում հիմա այնպիսի իրավիճակ է, որ պետական բուհերի վարկանիշը ավելի բարձր է եւ նաեւ հնարավորությունները ունենք իհարկե շատ քիչ թվով նորմալ ոչ պետական բուհեր, բայց ընդհանուր համակարգը զիջում է։ Անփոփոխ է մնացել նաև ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը, առավել շատ դիմորդներ ունի ստոմատոլոգիա մասնագիտությունը, երկրորդ տեղում տնտեսագիտությունն է, երրորդում իրավագիտությունը։ Մասնագետները դիմորդների ընտրությունը կապում են առաջին հերթին աշխատաշուկայի պահանջարկի եւ մասնագիտական եկամտի ակնկալիքի հետ։
Ստոմատոլոգիան զարգացող ոլորտ է եւ անդադ նաեւ ընդգրկված է շատ ապահովագրական, այսպես ասած, փաթեթներում։ Տեսեք, ինչքան ստոմատոլոգիական կենտրոններ են բացվում։ Մենք այսօր չունենք մի մասնագիտություն, որը աշխատաշուկայում պահանջակ չունի ու մեծ մրցակցություն կա։ Նայեք ճարտարապետությունը։ Վերջին տարիներին շատ մրցակցային է դարձել։ Դա էլ պայմանավորված է, ասենք, շինարարությունով։ Երկրում շինարարական բում է, անդադ շենքեր պիտի նախագծվեն։ Մարդիկ տեսան, որ այդտեղ գումար կա, հիմա ուզում են դառնալ ճարտարապետ։ Ընդունելության արդյունքները սակայն բացահայտել են նաև մտահոգիչ պատկեր։ Փաշինյանն էլ ֆիքսել է նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է անբավարար գնահատական ստացող դիմորդների թիվը։ Կառավարության նիստում վարչապետը ցուցանիշը ահազանգ է համարել, այն կապելով կրթական բարեփոխումների դանդաղ տեմպի հետ։ Ատեստավորման գործընթացը դա 1 2 3 4 5 6 7 ասենք ինչքան կարելի է չի հաղթահարում մարդը պետքա վերջ ասենք վերջ էլ պետքա չաշխատի դպրոցում որովհետև այդ իր աշակերտն է որ գնում է չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա չենք ասում է գերազանց ստանա գոնե բավարար ստանա սրանք խնդիրներ են Մասնագետները սակայն չեն համարում, թե քննական շեմը չհաղթահարելը հենց ուսուցիչների աշխատանքով է պայմանավորված։ Հիշեցնում են նաև կրկնուսույցների առանցքային դերակատարությունը։ Իհարկե, այդ թիվը կապել միայն ուսուցիչների հետ, այդքան էլ ճիշտ չէ, որտեղ թունելության քննության ժամանակ շատ մեծ դեր են խաղում կրկնուսույցները։ Իհարկե, ուսուցիչներն են կարևոր, որտեղ հիմքը իրանք են դնում, բայց այդ process-ին ավելի շատ պատրաստում են կրկնուսույցները։ Խնդիրն ավելի հեռացնելով ուսուցիչներից, փորձագետները շեշտում են աշակերտների առաջադիմության վրա, ազդում են նաև սոցիալական ցանցերից վաղ տարիքից օգտվելը, ընթերցասիրության պակասը, դեպի գիրքը քիչ հակվածությունը եւ ուսման նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Արդյունքները բարելավելու համար ըստ մասնագետների անհրաժեշտ են ոչ միայն ուսուցիչներին ներկայացվող հստակ պահանջներ, այլ ատեստավորման տրամաբանական համակարգ, սովորելու մոտիվացիայի բարձրացում եւ կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխություն։